Ես Ավագյան Բորիս Արմենի։ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված Բորիս Ավագյանի ողբերգական դեպքի վերաբերյալ արտգործնախարարությունն ու քննչական կոմիտեն արձագանքել են ժողովրդի հարցումներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի նախկին հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արտիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանին։ Ավագյանը մինչ այդ տեսանյութ էր տարածել, հայտնելով, որ գտնվում է հյուպատոսարանում եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։ Ժողովրդի հարցմանն արձագանքելով արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում։ Վարույթի հիմքի եւ ժամանակի վերաբերյալ մանրամասները նախարարությունը չի հաղորդել։ Ի պատասխան մեր հարցման քննչական կոմիտեի ժողովուրդ օրաթերթին տեղեկացրին, որ անձի մահվան դեպքով քննչական կոմիտեի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փաստաբանը պնդում է, որ Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել, իսկ ռուսական մամուլը գրել էր պարտքի վերաբերյալ խնդրի մասին։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ դեպքի հանգամանքները շարունակում են քննվել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահների համագործակցությամբ, բայց ամեն դեպքում Բորիս Ավագյանի մահը շատ առեղծվածային էր։